Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն։ Ակորդան նստավայրում նախ կայացել է Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի եւ Ղազախստանի պետական օրհներգերը։ Այնուհետև կայացել է Հայաստանի վարչապետի եւ Ղազախստանի նախագահի առանձնազրույցը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Հայաստանի վարչապետին եւ նշել, որ այցի ժամանակ կարեւորագույն մի շարք համաձայնագրեր փաստաթղթեր կստորագրվեն։ Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու եւ ջերմ ընդունելության համար եւ իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ուզում եմ ընդգծել այդ գործում ձեր անձնական ներդրումը եւ դերը եւ շնորհակալություն հայտնել դրա համար, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի ձեր Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, այդ պայմանավորվածությունների մի մասը արդեն կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքի մեջ է եւ սա իսկապես շատ գործնական եւ ռազմավարական գործընկերություն է եւ համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք եւ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը եւ ձեր կողմից հյուրընկալվելը եւ ես նաեւ մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների եւ մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչը ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման համար եւ կրկին ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ ամենի առիթով։ Հաջորդիվ տեղի է ունեցել Փաշինյանի եւ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային եւ տնտեսական կապերի համար Ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ ավանդույթները։ Նրա խոսքով այսօր Հայաստանը դարձել է Ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով երկու երկրների միջև բաց հարաբերություններ են հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է, թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կարծում եմ այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ եւ իհարկե նաեւ հումանիտար ոլորտում մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ Այսօր Աստանայում փողոցներից մեկը անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով եւ սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ իհարկե Ղազախստանը որպես պետություն, որպես զարգացող պետություն, որը ունի հաջողություններ եւ այդ հաջողությունները տեսանելի են եւ իհարկե Ղազախստանի ժողովուրդը վայելում է մեր պետության եւ ժողովրդի մեծ հարգանքը եւ իհարկե այդ հարգանքը կարևոր հենք է հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այսօր մենք արդեն Ղազախստանի նախագահի հետ առիթ ունեցանք քննարկելու նաև գործընկերների ներկայությամբ մեր հարաբերությունների հետագա զարգացման հիմնական ուղղությունները եւ կարծում եմ, որ նաև տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, որովհետև նոր տրանսպորտային հնարավորություններ են բացվում եւ այդ նոր տրանսպորտային հնարավորությունները պետք է լրջորեն
ուսումնասիրել, որովհետև կարծում եմ դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ, որոնք գուցե առաջին հայացքից տեսանելի չեն, եւ այդ առումով ես կարծում եմ, որ միջկառավարական հանձնաժողովի մեր գործընկերները, համանախագահները, ովքեր ներկա են այստեղ, շատ կարևոր եւ նոր օրակարգ են ստանում, օրակարգի թարմացում է տեղի ունենում եւ համոզված եմ, որ առաջիկայում այդ օրակարգի շուրջ աշխատանքը կակտիվանա, նաեւ արդեն իսկ քննարկում ենք եւ եթե դեմ չեք մեծարգո պարոն նախագահ, այդ թվում գործարար կապերի ակտիվացում առաջիկայում կունենանք, նախնական քննարկել ենք այդ մասին, նաեւ գործարարների ձևաչափերով խորհրդակցություններ, հանդիպումներ, ֆորումներ, որպեսզի ներդրումային ակտիվությունը եւ ակտիվությանը նոր լիցք հաղորդեն։ Եվս մեկ անգամ մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Ղազախստանի նախագահը պարգևատրել է Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ղազախստանի Հանրապետության նախագահը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հաջորդ թիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցել Հայաստանի եւ Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական եւս մեկ վարույթ է հարուցվել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության հատկանիշներով, հայտնեցին քննչական կոմիտեից հաստատելով, որ նույն քրեական վարույթի շրջանակներում առաջին քրեական հետապնդումը Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ է հարուցվել, երկրորդը որ նկատմամբ։ Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով։ Մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանությունը։ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է, հայտնում է նրա պաշտպաններից Արամայիս Հարապետյանը։ Ըստ նրա դատարանը բավարարել է քննչական կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը Ղուկասյանին կալանավորելու վերաբերյալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը զարմանում է միջազգային կառույցների շատ իներտ պահվածքից, կապված Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության դեմ ոտնձգություններին։ Ըստ նրա Հայաստանում 60-ից ավելի անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով եւ գրեթե 40-ը այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է, որը եւս ազատության սահմանափակում է։ Ես ասել եմ դուրս եկեք ռազմական հեղաշրջում իրականացրեք։ Մյուսը նաև իրականացրել եմ այսպես ասած ահաբեկչական պլան, չէ՞ որ այդ ամենը բացահայտված է։ Ինչու եք հերքում։ Եվ այսօր գալ այդպես ահուսարսափ տարածել, տեսեք, Երևանում, Հայաստանում ինչպեսի իրավիճակ է, մարդիկ անազատության մեջ են, չի կարելի, ժողովուրդ հերիքա, բավական է, դուք շարունակ պետությանը մեղադրեք, անհիմն պետությանը։ Հարցը անկեղծ ասած չհասկացա, բայց Տիկին Քրոյան։ հա, ես ճիշտ եմ համարում։ Շատ լավ։ Ուրեմն սկսեմ սկզբից։ Նախ ասում եք, բոլորը մեղավոր են բացի ձեզանից, խնդրում եմ այդ ձեր կրեդոն, մյուսներին մի վերագրեք, որովհետև բոլոր խնդիրներում դուք ձեր իշխանությունը մեղավորներ փնտրում է եւ գտնում է, բայց սեփական մեղավորությունը որևէ կերպ չի տեսնում։ Մենք խոսում ենք բոլորովին այլ իրավիճակի մասին, խոսքը այսօրվա քաղաքապետարների մասին է եւ ես հասկանում եմ, որ ամենահեշտ տարբերակն է եւ լուրջ հակափաստարկներ չկան, ելի հիշեցնել, թե նախկինում ինչ է եղել։ Գիտեք, ցավոք սրտի դուք մեզ ստիպում եք անընդհատ քննարկումը տանել նախկինի ու ներկայի մեջ, բայց մենք ի վերջո պետք է խոսենք ապագայի մասին։ Մենք այսօր քննարկում ենք քաղաքապետարների խնդիրը ելնելով հենց նրանից, որ քննարկում ենք մեր պետության ապագայի տեսլականը։ Մենք խոսում ենք այսօրվա քաղաքական բանտարկյալների մասին։ Տպավորություն է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ընտրել է հետևյալ քաղաքական մոդելը՝ մի կողմից խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանին, մյուս կողմից իրականացնել որոշ գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի իշխանությունների վերարտադրությանը, 2026 թվականի ընտրություններում հայտարարել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Գործնականում ըստ Սարգսյանի դա ունի հետևյալ տեսքը՝ ստեղծել պատրանք կամ ձևավորել կարծիք, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը գրեթե ավարտված գործընթաց է եւ Հայաստանն առաջիկայում ապաշրջափակվելու է, սակայն միաժամանակ զերծ մնալ այնպիսի կոնկրետ քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանի ազգային շահերին։ Այլ խոսքով հստակ տարանջատված են Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների շահերը։ Հետևաբար, մինչև հունիս Թուրքիան ամենայն հավանականությամբ կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանների բացման մասին որոշ փաստաթղթերի նախաստորագրում, երրորդ երկրների քաղաքացիների համար բեռների համար սահմանային որոշ արգելքների մեղմացում, եւս մեկ ավիաընկերության մուտք հայկական ավիացիոն շուկա, ժամանակակից Թուրքիայի որոշ քաղաքներում հայկական եկեղեցիների վերականգնում եւ այլն։ Ֆիդանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից կանաչ լույս ստանալու դեպքում, ինչը նշանակում է, որ իրական առաջընթաց կարող է լինել միայն Հայաստանում սպասվող ընտրություններից եւ հանրաքվեից հետո։ Ընտրություններից հետո իշխանության բարձր լեգիտիմությունը Թուրքիայի համար չափազանց կարևոր է օրակարգը առաջ մղելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ նման աջակցությունը Հայաստանի իշխանություններին փաստացի դնում է կախվածության մեջ Թուրքիայից, ինչը եւս դատելով քայլերից հաշվարկված ռազմավարության մասն է։ Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծ ու գործերով հերթական դատական նիստ է անցկացվել։ Ադրբեջանական մեդիայի փոխանցմամբ նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը տուժողներին, այսպես կոչված, եւ նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, բացատրել է օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, այնուհետև լսվել են այսպես կոչված տուժողների ցուցմունքները, մասնավորապես տուժողներ Անար Զաֆարովը եւ Ռաշատ Աբասովը հայտարարել են, թե իբր իրենց մեքենան պայթել է Ականի վրա Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի ուղղությամբ եւ որ պայթյունի հետևանքով ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Մի խումբ հայ փորձագետներ Երևանից չարտերային չվերթով մեկնել են Բաքու ասպարեզի հաղորդմամբ Հայաստանի քաղաքասարակության Բաքու ժամանած ներկայացուցիչներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին էլ Երևանում էր տեղի ունեցել քննարկում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հովանավանքում զրույց է ծավալվել կարգալույծ արված նախկին քահանայի աշխարհիկ կյանքում Ստեփան Ասատրյանի եւ քաղաքացիների միջև։ Ստեփան Ասատրյանը վեհապար հայրապետին կտրիչ Ներսիսյան է անվանել, ինչը դուր չի եկել հավատավոր ժողովրդին։ Դուք խոսքին հակասում եք։ Եթե նույնիսկ դու մեղադրում ես իրան, նույնիսկ եթե դու իրան մեղադրում ես բղծության մեջ, չգիտեմ ինչի մեջ զրպարտում ես։ Ասես ինչ դու զրպարտում ես։ Բայց նույնիսկ այդ դեպքում դու պարտավոր ես ենթարկվել։ Դու իսկ քո դատը տեսնում ես։ Դու պարտավոր ես եկեղեցու կանոնին ենթարկվել, որովհետև այն կանոնին, որ ինքդ ասեցի, որ իր արած տեսը վավաց։ Լավ, հիմա ինքը այդ կանոնն է։ Պետք է մնա եկեղեցու։ Իհարկե։ Պետք է մնա։ Ես էլ պետք է մնամ այս եկեղեցու։ Դու ու Նիկոլը պետք է որոշեք։ Դու նույն եկեղեցու Նույն եկեղեցու կարգով ես որոշել եմ, որ եկեղեցու կարգով։ Ինձ դիվանապետ Արշակ Սրբազանն է կարգալույց արել։ Ոչ, քեզ կարգալույց արել հանձնախմբի։ Ես ձեզ ասում, հանձնախմբի ղեկավարն էլ ինքնու Նաթան Սրբազանն է։ Նաթան Սրբազանը, որ կներեք, Նաթան Սրբազանը, որ Զոհվատի մորը լսել եք, այդ զայնագրությունը։ Ոչ մի բան։ Ոչ թե զայնագրությունը իրականացում քեզ։ Եթե դուք այդպես քրիստոնյաներ եք ու ձեր համար Զոհվատի մորը ուղարկել հանրապետության հրապարակ, տեսեք։ Այդ զայնագրության մասին եմ խոսում։ Ասեք ոչ մի բան ասում։ Ասում եմ զայնագրությունը, ոչ մի բան, որտեղ կարամ տասը դու Ես հիմա տեսնում եմ, որ դուք անձի պաշտամունքով եք զբաղվում։ դա քո ներքին խնդիրն է սպանում։ Ես տեսնում եմ, իմ տեսողությունը։ Ես էլ տենում դու Նիկոլին ես պաշտպանում, հետո պետք է ասած դու Նիկոլա պաշտես։ Դու սա Տեսեք, դու արդեն կարծիք ունեք իմ մասին։ Իհարկե, քեզ դվում է նորին։ հիմնավորված Եկել են քեզ Ձեր ապացուցել։ ժպիտը, դե կամ ձեր այդ քմծի ծաղը։ Քմծի ծաղ Իդի չկա։ ծաղ չի պատճառում, գիտեք։ Ես չեմ ուզում ցավասել, ինձ է ցավ պատճառում։ Որ դու ձեր աչքերը, ձեր տեսողությունը վերականգնեք։ կույրը կույրին փող չարաշ։ Այսինքն դուք ընդունեցիք, որ դուք կույր եք։ Դուք ընդունեցիք, որ դուք կույր եք, որ կույրը կույրին չարաշնի։ Ըստ քեզ, եթե մենք կույր ենք, Եթե դու գիտեք ճշմարտություն, դու գիտես ճշմարտություն։